ամենահետաքրքրող երևի թե ուրեմն թեման, որը ուզում եմ ձեզ հետ շոշափել, դա այն է, թե որքան պետք է վարձատրվի իրականում սկսնակ SMM մասնագետը եւ որքան պետք է վարձատրվի արդեն ոլորտում 1-2 տարի փորձ ունեցող մասնագետը։ Իրականում սկսնակ մասնագետներին երևի թե ես խորհուրդ կտայի, որպեսզի իրենք կենտրոնանային ոչ թե գումարի չափի, այլ փորձի ձեռքբերման վրա։ Դա չափազանց կարևոր է, որովհետեւ երբ դուք չունեք փորձ որպես այդպիսին, բիզնեսմենները բնականաբար չունեն որևէ հենման կետ, որով առաջնորդվելիս դες կարող են ավելին վճարել։ Եվ այստեղ ամենակարևորը երևի թե այդ փորձի ձեռքբերման ժամանակ այն արդյունքներն են, որը դուք կարող եք տալ։ Այսինքն անգամ եթե դուք օրինակ մարքեթինգի կամպանիայում եք աշխատում, դուք պետք է կենտրոնանաք, որպեսզի դուք կարողանաք տալ արդյունք։ Եթե դուք կարողանում եք տալ արդյունք որպես այդպիսին, դուք արդեն գնահատված եք որպես մասնագետ եւ այդ կամպանիայի ներսում դուք կարող եք արդեն որպես այդպիսին ձեր գնահառաչարկը անել, հա, որպես մասնագետ եւ արդեն կարող եք առանձնանալ ու արդեն առաջարկել, վստահ առաջարկել բիզնեսներին ձեր ծառայությունը, որովհետեւ դուք որպես այդպիսին արդեն ունեք որոշակի փորձ եւ որոշակի արդյունք։ Միշտ բիզնեսմենը ձեզ վճարում է ձեր տված արդյունքի համար, որովհետեւ իրականում բիզնեսմենին չի հետաքրքրում թե դուք որ մեթոդով եք դա ստանալու որպես այդպիսին։ Բիզնեսմենին միևնույն է թե որ մեթոդով եք դուք ստանում արդյունքները։ Ամենակարևորն այն է, որ դուք ստանում եք դրանք։ Իսկ նա կարողանում է գնահատել ու անալիզ անել։ Արդյոք իր բիզնեսը ունի աճ ի շնորհիվ ձեր աշխատանքի, որովհետև ամբողջ իմաստը սոցհարթակում լինելու բիզնեսմենի համար դա վաճառքների եւ ճանաչելիության բարձրացումն է։ Այլ որևէ նպատակ չի հետապնդում բիզնեսմենը։ Այնպես որ պետք է ուշադիր լինել այս կետերի վրա եւ կխնդրեմ նաեւ ձեր կարծիքը չափազանց ինձ համար կարեւոր է եւ շատ հետաքրքիր է, ինչ եք մտածում այս մասին, թողեք ձեր կարծիքը կոմենտարիում, քննարկենք միասին եւ չմոռանաք բաժանորդագրվել։ Իդեպ կցանկանամ, որ դուք թողնեք այն թեմաները, որոնք ձեզ հետաքրքրում են եւ հաջորդ վիդեոն գուցե այդ թեմայով կարողանամ ծավալել։ Շնորհակալություն։ Bye bye.